Ողջույն, Հայսպիչում ստեղծել ենք մի նոր հրաշալի գործիք, որի միջոցով կարող եք ստեղծել ձեր սեփական հայերեն ֆոնտերը։ Ինչպես։ Անհրաժեշտ է մուտք գործել Highspeech AI կայք կամ մեր հավելվածներ, այս ներքևի հատվածից ընտրել ֆոնտեր բաժինը և կբացվի ֆոնտ դիզայները։ Ինչ է ֆոնտ դիզայները։ Ֆոնտ դիզայները մի առանձին էկրան է, որը ունի բազմաթիվ հնարավորություններ, գործիքակազմ, որի միջոցով կարող եք ձեր սեփական ֆոնտը ստեղծել 1-2 րոպեի ընթացքում։ Մի փոքր ծանոթանանք դիզայներին։ Այստեղից կարող ենք ընտրել լեզուն և բացվում է այբուբենը, մեծատառերը, այնուհետև փոքրատառերը, թվերը և կետադրական նշանները։ Եկեք ստեղծենք մեր սեփական ֆոնտը։ Անհրաժեշտ է սեղմել ֆոնտեր կոճակը, կբացվի մի էկրան, որտեղից կարող ենք ընտրել հարյուրավոր ֆոնտերից որևիցե մեկը։ Եկեք օրինակ ընտրենք Montserrat ֆոնտերից որևիցե մեկը։ Սա։ Եթե սեղմենք այի վրա, կներմուծվի միայն ա տառը, կամ էլ սեղմելով բոլորի վրա ներմուծվում են բոլոր տառերը, թվերը և կետադրական նշանները։ Այնուհետև կարող ենք սեղմել ոճեր կոճակը և կիրառել բազմաթիվ ոճերից որևիցե մեկը։ Եկեք կիրառենք շերտեր ոճերը։ Հրաշալի է։ Եկեք կիրառենք մեկ այլ ոճ նույնպես։ Օրինակ կիրառենք ջրաներկ ոճը։ Վերջ, ատառը պատրաստ է։ Կարող ենք այս ոճերը կիրառել մնացած բոլոր տառերի վրա, պարզապես սեղմելով կիրառել բոլորին կոճակը։ Համակարգը հարցնում է, արդյոք ուզում եք կիրառել բոլորի վրա, այո, ուզում ենք, և վայրկյանների ընթացքում այս ոճը կիրառվում է բոլոր տառերի, թվերի, կետադրական նշանների վրա, և մենք ունենում ենք մեր սեփական ոճը։ Կարող ենք սեղմել վերևի այս պարզ դասավորություն կոճակը և կբացվի ողջ այբուբենը, թվերը և տառերը։ Մեկ անգամ ևս համոզում ենք, որ ամեն ինչ նորմալ է, վերադառնում ենք մեր հին դասավորությանը և կարող ենք այս մեր ստեղծած ֆոնտը պահպանել որպես սևագիր, որը հասանելի կդարձնի այն միայն մեզ համար, կամ էլ կարող ենք արտահանել այն։ Արտահանելու ունենք մի քանի տարբերակներ։ Կարող ենք արտահանել OTF կամ TTF տարբերակներով։ Ինչ է OTF-ը կամ TTF-ը, դրանք ֆոնտերի հայտնի միջազգային ֆորմատներ են, և երբ մենք ֆոնտը արտահանում ենք, օրինակ my font, չգիտեմ, X անունով, այն կարող ենք ներբեռնել մեր համակարգչում և տեղադրել մեր համակարգչում, ու այն հասանելի կդառնա ցանկացած ծրագրերի համար։ Դա ինչ է նշանակում։ Օրինակ կարող ենք բացել Microsoft Word ծրագիրը, ընտրել մեր ֆոնտը և կունենանք այս տառատեսակները, կամ էլ կարող ենք այս ֆոնտերի ֆայլ ուղարկել մեր ընկերոջը և այն օգտագործի նպատակների համար։ Բացի ներբեռնելուց, համակարգը մեզ հնարավորություն է տալիս նաև հրապարակել ֆոնտերը։ Երբ ֆոնտը հրապարակում ենք, այն հասանելի ենք դարձնում մնացած բոլոր օգտատերերի համար։ Այսինքն Highspeech AI ցանկացած օգտատեր կարող է օգտագործել մեր ֆոնտը, փնտրելով այն my font X անունով, գտնելով այն և կարող է կիրառել իր նպատակների համար։ Վերջ, մենք հրապարակեցինք ֆոնտը։ Եթե մտնենք ֆոնտեր բաժին, փնտրենք my font X, կտեսնենք մեր ֆոնտը այստեղ։ Շատ լավ։ Եկեք մի փոքր խոսենք այս ֆոնտեր բաժնից։ Այստեղ հնարավորություն ունենք ընտրել հայերեն կամ անգլերեն ֆոնտեր, կարող ենք ֆոնտերը սորտավորել ըստ նորերի, հայտնիների, հների կամ իմ տառատեսակներ ընտրելով կտեսնենք մեր ստեղծած տառատեսակները։ Երբ ընտրում ենք հայտնիները, սորտավորումը տեղի է ունենում ըստ օգտագործման քանակի։ Օրինակ Montserrat-ը այս ֆոնտը 27 անգամ է օգտագործվել, վրձնագիրը 17 կամ այլ ֆոնտեր այլ քանակով։ Կարող ենք նաև ընտրել, օրինակ, գտնել բոլոր այն իտալիկ ֆոնտերը, որոնք ունեն 300 հաստություն, և գտնում ենք բոլոր այդ ֆոնտերը։ Համակարգը մեզ հնարավորություն է տալիս նաև վերբեռնել մեր ֆոնտերի ֆայլը։ Օրինակ, եթե ունենք ֆոնտ TTF կամ OTF ֆորմատով, կարող ենք սեղմել վերբեռնել կոճակը, ընտրել ֆայլը, վերբեռնվելուց հետո ֆոնտը կարող ենք դարձնել հասանելի մնացած օգտատերերի համար, որպեսզի նրանք նույնպես կարողանան օգտագործել այն։ Եկեք մի փոքր խոսենք գործիքակազմի մասին։ Համակարգում առկա է նկարել գործիքը, երբ ընտրում եք նկարել գործիքը, օրինակ եկեք մաքրենք այս ատառը, մենք կարող ենք ստեղծել, նկարել մեր ֆոնտը։ Կարող ենք փոփոխել գծի հաստությունը, օրինակ,
Կարող ենք ընտրել կուրսորի ձևը, օրինակ վանդակավոր կուրսոր լինի կամ շրջանաձև կուրսոր լինի։ Վերև այս գործիքներից կարող ենք ետ գնալ եւ մեր փոփոխությունները չեղարկել։ Կարող ենք օգտագործել ջնջիչը, կարող ենք ձևափոխել ստեղծված ֆոնտը, կարող ենք չափափոխել այն կամ թեքել, կարող ենք խմբագրել հանգույցները։ Ոճերի մասին արդեն խոսեցինք, հարթեցնելը նշանակում է, որ ֆոնտը ավելի կլորիկ, ավելի ողորկ է դառնում։ Կարող ենք ֆոնտը շրջել հորիզոնական կամ ուղղահայաց դիրքերով, իսկ նաև կարող ենք փոխել տառաբացը, որը միջտառային հեռավորությունն է։ Վերջ։ Շնորհակալություն դիտման համար։